Հարիրեգո սիրելի հերոսատիտողներ, ըստ երևույթին, ինչպես որ անգլերեն գսեն tectonic changes, այսինքն երկրաշարժային դեղաշարժ ցնցում առաջացնող հարավային Կովկասի մեջ այնպիսի աշխարհակահաղական վերևայրումներու շեմին գտնվենք, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընկերակցությամբ Իսրայելին ռազմական գործողություններու ցերնարգեցին Իրանի Իսլամական Հանրապետության թեմ եւ սա ցաներ իրավիճակ կստեղծե շատերուս համար, որովհետեւ անհայտ է թե վաղը ինչ կբադայի միան մեկ բանը պետք է հստակ երբով բոլորսալ ընդունենք, որ 2020-ի 44 օրյայի նախաշեմին, երբ կորոնավիրուս COVID-19 համավարակով դարված ամբողջ աշխարհը գետրոնացած էր այլ դեղեր, այդ զղացածկույթի դագը նախաձեռնվեցավ Հայաստանի Հանրապետության եւ այն ժամանակ Արցախի հայության թեմ միջազգային տերորիստական հարձակումը, որուն գլխավոր արքիտեկտները, ղեկավարները եղան Ադրբեջանը, Դաիշը, Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը եւ ինչու՞ չէ նաեւ Ռուսաստանը։ Ուրեմն այս ներգա բայթուցիկ օրերուն մեր առաջադրանքն է, որ հայկական pedagogical ղեկավարությունը աչալուրջ կերպով հետևի եւ ամենակարևորը ներքին ճակատի վրա, քանի որ մենք 2020 թվականի 44 օրյային համասկային մագարտակի վրա բացահայտեցինք ներքին 5-րդ չարասյան արգայության փաստը եւ նաեւ արտաքին եւ ներքին թավատրամիդ եւ թավաճանական կորձունեության մասին։ Եվ այս բոլորի մեջ ցավի սիրտ պետք է ասել, որ առաջին անգամ լալով շատերու համար, ոչ ծեր խոնար ծառայեն համար եւ իր զրուցակից հայտնի հրաբարակախոս Բարոն Ոսկամ Մխիթարյանի եւ մեր նմաններուն համար, սակայն մեր ժողովրդի չախչախիչ մեծամասնության համար բացահայտվեցավ հստակ, ավելի հստակ դարձավ այն փաստը, որ այսօրվա հայաստանյաց արաքելական Սուրբ Եկեղեցու իշխանությունը բռնազավթած այդ մաֆիան գլխավորությամբ Քարեքին Բ Գդրիչ Ներսեսյանի եւ Արևմտյան Միացյալ Նահանգներու Արևմտյան թեմի Հովնան arczepiskopos-ի եւ Մոսկվայի Եզրաս arczepiskopos-ի, որ այնպիսի ավերիչ աշխատանքներ կատարեցին մեկ կողմեն իհարկե առանց մանրամասնության մեջ մտնալու հիմա այս պահին, որովհետեւ մեր գլխավոր թեման այլ է, այն ժամանակը մենք բացահայտեցինք, շատերը բացահայտեցին եւ սակայն մեր համար արդեն վաղուց հստակ դարձած էին տրամաշորթությունը, աբորինի յուրացումները, մարդասպանությունները եւ ամենաձանրակույնը, որ ճուրին երես ելավ եւ ավելի հստակ դարձավ հունիսի 2025 թվականի հագապետական սահմանադրության դաբալման հայ եկեղեցու այսպես կոչված ղեկավարներու նախաձեռնությամբ, թե ինչպիսի վտանգավոր եւ թավաթիր քայլերու թիմեցին, որովհետեւ հայկական pedagogical գործընծնե եւ ինքնիշխանությունը, անկախությունը եւ պաշտպան ունակությունը։ Եվ այսօր ավելի քան երբեք մեր առաջադրանքն է, որ հայրենի pedagogical ղեկավարները լուրջ կերպով առավել քան հոկտեմբեր 27-1999-ի վտանգի արդիվ, առավել քան նույնիսկ 2020-ի 44 օրյային արդիվ ստեղծված պետական սպառնալիքներուն, սա շատ ավելի ծանր վիճակ է, իհարկե մենք ըսկոնության համար, ըսկոնության օգտին այսպիսի, ասենք, մտահոգություն գայտնենք եւ ոչ միայն մտահոգություն, այլ նաեւ պատրաստակամություն, որովհետեւ ովևէ սրտացավ հայ եւ հայրենիքներս եւ աշխարհով մեկ դեղագայված հայը պատրաստական բիդելար աչակցելու հայկական pedagogical ինքնիշխանության, անկախության եւ պաշտպանության առավել հզորացման
կորձընթացին եւ նաեւ ինչու՞ չէ դնդեսության զարգացման թեգուզ ռազմական թրություն գիրե հիմա հարավային Կովկասի եւ ընդհանուր այդ ասենք շրջանագի մեջ դարածքաշրջանի մեջ ուրեմն այս վտանգներու իթիմաց մենք նաև թշպախտապար ագանադես կլանք այնպիսի թավաթիր կորձունեություններու, որ ընդամենը մի քանի օր առաջ մեր ժողովուրդը աշխարհով մեկ ագանադես եղավ Քարեքին բի Հովնան arczepiskopos Տերտերյանի եւ Մոսկվայի եզրասի գողմե նախաձեռնված նորակույն թավաթության այսպես կոչված 23 կամ 24 եպիսկոպոսներու համախմբումին արդիվ ուրեմն Ավստրիո այն քաղաքի մեջը ուրեմն իմ հարցումս իմ զրուցակից բարոն Մխիթարյանին այն է որ բարոն Մխիթարյան նախ կկարողանաք հագիրճ կերպով մեր հերոստատիդոներուն ներկայացնելու թե ինչ կատարվեցավ եւ անգեց այդպես ունիմ շարքը այլ հարցումներ որոնք գաբունին այս թեմային հետ Բարս հայ ժողովրդի ամենօրյա ասացվածքի մեջ շնավոր խոսքը գա եւ լերը մուգ մձնավ այս ժողովը գադարյալ ցախողություններ որ դեղի ունեցավ Ավստրիո մեջ որովհետեւ նախ մայր աթորը զանազան հերյուրանքներով եւ սուդերով հայտարարություններ կատարեց որ պետությունը եկեղեցին հալածանքի ենթարկած է եւ այդ բոլորը պատճառ են որովհետեւ իրենք հանգիստ չեն սկար այդ ժողովը դեղի ունենա մայր աթորի մեջ եւ հետեւաբար որոշեցին այդ ժողովը գազմագերբել Ավստրիո մեջ այդ ժողովը բարձաբես ցախողանք մներ որովհետև այդ ժողովին մասնակցող 25 եպիսկոպոսները մեկը մեր թեմի առաջնորդներ Հովնան arczepiskopos Տերտերյանը որ մեծ խանդավառությամբ եւ խոստումներով քնած այդ ժողովին հագարակ որ ինքը այդ 10 եպիսկոպոսներն մեկներ որոնք գոչ ուղեցին Քարեքին Գաթողիկոսին հրաժարելու եւ եկեղեցին բարենորոգման ջամփու մեջ տնելու Դժբախտաբար այդ ժողովը ինչպես ասի լերմներ որ մուգ ծնավ որտեղ այդ ժողովի մեջ ոչ մեկ եզրակացություն կոյություն ունեցավ հագարակ այն իրողության որ հաղորդակցությունը հրադարակվեցավ թե ինչ կատարվեցավ որոնք ընդհանուր քիզերու մեջ էին այդ ժողովի մասին հստակ եղավ Հովնան arczepiskoposi վերադարձեն յետ որ այդ հաղորդակցությունը պատրաստված էր Էջմիածնի կողմէ եւ գրգված էր հայկական մամուլին արի դեղեցություն համայն հայության որ այդ ժողովը ինչ արդյունք ունեցավ մինչդեռ այդ ժողովը գադարյալ ցախողություն մներ Հովնան arczepiskopos իր հարազատներուն նույն ցեվով փոխանցեց որ դարագարձությունները շատ մեծ էին որուն հստակորեն նաև գանտրատարնա Սահակ arczepiskopos Մաշալյան Բադրիարք հայոց Թուրքիո այս բարակային ցեվոմը երկու դեղեցություններն գհամընկնին հստակ ասելու համար որ այդ ժողովը որ հավաք մներ գադարյալ ցախողություն մներ Բարոն Մխիթարյան մենք իրազեկվեցանք այդ դխրահարճակ Ավստրիո եպիսկոպոսներու հավաքի մասին նախորյակին եւ հայկական pedagogical ղեկավարությունը արգելեց Գդրիչ Ներսեսյանի Քարեքին բի հերացումը Հայաստանեն եւ արգել կեցավ արդյոք արդար գտնակ այդ որոշումը Արդար էր հետևյալ մեկնաբանությամբ Քարեքին Գաթողիկոս պետք չուներ այդ ժողովը մայր աթորեն դուրս անելու ինչպես գարկ մի եկեղեցականներ բացագոչեցին բացահայտեցին այդ մասին ընդհակառակը եթե իրենց մտքին մեջ կար ինչ որ հերյուրանք է եւ հայտարարեցին որ
բեդությունը պիտի խոչընդոտեր խանգարեր այլ խոսքով իրենց ժողովը բացարձակ հերյուրանք մնի այդ մեկը եւ որովհետեւ շատ լավ գիտեր Կարեկին Կաթողիկոս որ իր եղբայրը Եզրաս arczepiskopos ցանկալի անձնավորություն մջեր շատ հավանական էր որ հայրենի իշխանությունը չթողուր զինք մասնակցելու ժողովին բայց ադիգա բادرվակ մջեր որ մյուս եպիսկոպոսները բոլոր դարբեր դեղերեն կային եւ հավաքվեին Ավստրիո մեջ բոլոր անոնք որոնք չէին գրնար կալ բարոն Չապարյան շատ թյուրությամբ հերագա գարկով գրնային մասնակցել այդ ժողովին հետեւաբար այս բարակային միայն խտրուարարգան Եզրաս arczepiskopոսն է եթե այդ էր հարցը թող ժողովը դեղի ունենար մայր աթորի մեջ Եզրաս arczepiskopոս նստած իր փազգաթորին վրա Մոսկվայեն հերագա գաբով մասնակցեր այդ ժողովին այս բոլորը սիրելիներ հերյուրանքներ են բարձավես Կարեկին Կաթողիկոս ուզեց իր գամքը բարդատրել եւ այդ բարդատրանքը ցախողեցավ որովհետեւ մեծամասնություն չգրցավ քոյանալ այդ ժողովին միայն 25 եպիսկոպոսներ ներկային որոնց մեկն էր նաեւ Հովնան arczepiskopos Դերդերյան որ ինչպես ասի հիշեցումով ցեզի անգամ եւս ասեմ 10 եպիսկոպոսները մեկն էր որ խնդրեցին առաջարկեցին որ Կարեկին Կաթողիկոս այդ աթորեն հերանա որբեսի եկեղեցին բարեկարգվի բայց որովհետև մեծ ակնկալություններ ուներ այդ ժողովեն դժբախտաբար դխուր ցախողած վերադարձավ իր աթորը իսկ իմ ունեցած դերեկություններու հիման վրա Կարեկին B Հովնան arczepiskopos Դերդերյան Գարո Ներսեսյան որ KGB-ի կորզակալական աշխարհական անունով ընդունված է Եզրաս arczepiskopos-ը Մոսկվայի եւ իրենց գլանագիցները շատ ըսկուշ էին Հայաստանի մեջ այդպիսի թավաթիր համախմբում կազմակերպելու որովհետեւ արդեն ոչ թե պետությունը այլ ժողովուրդը ինքը այնքան լավ իրազեկված են այս գլանի հագաբեդական կորզունեության մասին եւ հագայեցական եւ հագաքրիստոնյա կորզունեության մասին որ արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հատկապես այն քաղաքացիները որոնք հայաստանյաց արաքելական եկեղեցվո հետևորդներ են եւ Սուրբ Միրոնով գնքված են անոնք արդեն պատրաստ էին ներխուժելու վեհարան եւ բոլորին օծիգեն բռնելու եւ դուրս շբրդելու հասնելով պետության իրավաբահ մարմիններուն իրենց փազում հանցակործություններուն համար ինչպես որ պատմապան եւ պաշտպան հայրենաց գազագերբության հասարակական գազագերբության ղեկավար բարոն Գագիկ Սաֆարյանը բազմիցս սկսե իրենց այսպիսիներուն համար եւ ընդհանրապես ինտիմատիվներու համար իրենց համախմբման լավագույն դեղը ուրեմն մեգուսարանն է եւ նուբարաշենի ուրեմն քրեագադարողական հիմնարկ ես պիտի ավելցնեի բացի բաց ավելին քան երբևէ եպիսկոպոսած ժողովը իր կեղտոտ կեղծ հայտարարություններով հակապետական հայտարարություններով ցույց տվեց որ եկեղեցու մայր աթորի որոշ ղեկավարներ ամբողջովին գլորվել են անդունդը իրենց հակապետական պետականական գործունեությամբ այդտեղ եկեղեցու եւ հավատի հետ կապված ոչինչ չկա ես պիտի ասեմ որ կառավարությունը ընդհակառակը ներկայումս պիտի արդեն ավելի սկզբունքորեն եւ ավելի հետեւողական պայքար մղի եկեղեցու ուրեմն խորանը կամ այր աթորը օր առաջ ազատագրելու ուրեմն բռնազավթված ճիվաղներից տիրադավներից ես նկատի ունեմ նույն Հովնան ուրեմն Միացյալ Նահանգների թեմի առաջնորդը Հյուսային Ամերիկայի արևմտյանապի թեմի առաջնորդը Հովնան arczepiskopos Դերդերյանը նույն ուրեմն մայր աթորը բռնազավթած Կտրիշ Ներսիսյանը եւ այլը դրանք զբաղված են պետականական գործընթացներով ուրեմն բարոն Մխիթարյան ինչ բիսի հաջորդ
քայլեր գագնգալեք, թավաթիր քայլեր գագնգալեք Քարիքին բի Հովնան arczepiskopos Տերդերյանի եւ Մոսկվա եզրասի գողմե, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական գարկը դաբալեն մեղսակցությամբ, համագործակցությամբ Դաշիր Սամոներու, Ռոբերտ Քոչարյաններու, Սերժ Սարգսյաններու, Արա Աբրամյաններու եւ այլն։ Բարոն Չապարյան, թե մեր եւ թե ժողովրդի մտքի մեջ կասկած չկա, որ Քարեքին Գաթողոս իր արփանյակներով, իր ոհմագով պիտի ուզե եսել, պիտի կորձակցեին այդ մարդոց հետ, որոնք այսօր գդենչան բազմիլ իշխանական աթոռներու վրա։ Բայց ցեզի կվստահեցնեմ, որ այդ բոլորը պիտի ցախողին։ Մեր մտահոգությունը, սիրելիներ, մասնավորապես իմ մտահոգությունս եկեղեցվո բարեգարկության հարցն է, որու մեջ եկեղեցականությունը շատ կարևոր թեր պետք է ունենա, եթե իսկապես կհավատա իր հոգևոր առաքելության։ Սահակ Բադրիարք շատ շիրակ մադը վերքին վրա դրած էր, ըսելով որ այս բարակային եպիսկոպոսական ժողովը աջաբարեց նամանավանդ ժողովի նախորյակին հոգևոր խորհուրդը, որ չղա քրքիր որոշում մարավ եւ Քարեքին Գաթողոս անոնց որոշումը վավերացուց Սարոյան arczepiskopos-ը գարկազուրկ հրճագելով բամը որ ամբողջությամբ հագասահմանադրական էր։ Արդեն հոգևոր քերակույն հոգևոր խորհուրդը խորհրդակցական ժողովի անտին ոչ մեկ իրավունք ունի, որովհետև վավերացված մարմին մը ասկային եկեղեցական ժողովի գոմե։ Քարեքին Գաթողոս առաջին օրեն դասնամյակներ նորեր կացին հիներ եկան, հիները կացին նորեր եկան, թշպախտապար կավատմը չուրի վես փոխեց, ուրիշ չուրմը պերավ, այս աշխարականը արդակսվեցավ, այս եկեղեցականը արդակսվեցավ, ուրիշ մի եկավ։ Քարեքին Գաթողոս պետք է հասկնա, որ քերակույն հոգևոր խորհուրդը հոգապարծական մարմին մը չէ, որ ուզած ադենը փոփոխե։ Թշպախտապար, եթե այսօր եկեղեցին դատնվրա վիճակի մեջ է, ալեգոցման մեջ է, փոթորիկներու մեջ է, որովհետև Քարեքին Գաթողոս չհավատար կանոնակրային սահմանադրական գարկերուն, անոր զորության, անոր կորզատության, կհավատա միայն իր ամփարդավան գեցվածքին, որուն հետևանքով առավել քան 140 եկեղեցականներ արժանավորներ արդակցվեցան հայ եկեղեցու ծառայության թաշտեն։ Սահակ Գաթողոս գոչ կնե եւ ես այդ գոչին գուզեմ միացնել իմ ցայնս, որ անհրաժեշտ է, որ ընդհանուր եկեղեցական ժողով դեղի ունենա, որը հրավիրե ասկային եկեղեցական ընդհանուր ժողով, որովհետեւ մի անգամ միշտ եկեղեցին փրկվի։ Եթե մեր Փարսասիջան հոգևոր եղբայրները չեն ուզեր, որ իշխանությունը միջամտե, այդ բարակային իրենք բարոյական մեծակույն բարդավորություն ունին, ամիջապես կորձի լծվելու, փոխանակ սպաղելու այլ կորձերով, նամանավան քաղաքական կորձերով եւ կամ սադարելու քաղաքական ասպարեզներս նոր եկող տեխնազուներով թող սպաղին եկեղեցին բարեգարկելով եկեղեցին վիրավոր է այսօր հայ եկեղեցականին արժանապատվությունը քանթված է եթե սիրելիներ պիտի վերականգնեք այս բոլորը դուք պիտի ելաք ամիջապես ցայն փարթացնողը եւ զորակցիկ Սահակ Բադրիարքին եւ ամիջապես եպիսկոպոսական ժողովով ասկային եկեղեցական ժողով հրավիրեք որբեսի վերջ գտնե
այս արջագադումը, բայց հոս կարևոր հայտարարությունը եւս կուզեմ մնել։ Նվիրաբեդական բոլոր աթոռները պետք է միանան այս եպիսկոպոսական ժողովին, եթե իսկապես մտահոգ են։ Ես արիթ ունեցած եմ Գարկմը Փարսասիջան Գիլիգյան թեմի արքեպիսկոպոսներու հետ խոսելու, որոնք ցևոմը լուր կմնան, այս բարակային լրությունը սիրելիներ մեղսակցություն է, իրենցալ այդպես արդահայտված եմ, հիմա ժամանակի եկած է, որտեղ եկեղեցին է վիրավորված, ոչ թե միայն մայր աթոռը, նույն ինքն եկեղեցին, այլ խոսքով ժողովուրդն է, որուն հոգին գարունի այսօր իդես այս բոլոր արջագադումներուն։ Եթե ըսպեղանի պիտի գտնեք ժողովրդին այդ հոգին նորոգելու, վերանորոգելու, անգամ եւս եկեղեցի հրավիրելու, ամենաառաջ դուք ըսես վերանորոգումի ջամփու մեջ պիտի տնեք, որտեղ այդ վերանորոգումով գրնակ նոր բայձարություն բերել եկեղեցվո հաջորդ քայլերուն։ Բարոն Քիթարյան, ինչպիսի կորձնական այլ քայլերու պետք է թիմվի հայկական pedagogiությունը պահպանելու եւ պաշտպանելու այս ներքին 5-րդ շարասյան գլխավոր ներկայացուցիչներեն Քարեքին բի հանդեպ նշեցիք ասկային եկեղեցական ընդհանուր ժողովի կայացման կարևորությունը, որ շատ լավ ընտրություն է, բայց բացի այդ ուրիշ ինչ հնարավորություն կտեսնեք։ Եթե այսօր վա կորձող Փարսասիջան եկեղեցականները ղեկավարությամբ Քարեքին Գաթողոսին գուզեն վերագանքնել հայ եկեղեցվո բադիվը եւ եթե գուզեն որ իշխանությունը ցերմբահ մնա միջամդելու եկեղեցական կորձերու մեջ իրենք բարդավոր են ամիջական կորձի լծերով ապա թե ոչ իրենց սխալ կորձերով իրենց աբրելագերբով իրենց հագա սահմանադրական ամեն տեսակի աբորինի կորձերով գբարդատրեն որ իշխանությունը ցերնամուխ լա եթե դուք հոգևոր հայրեր բիդի չմիջամդեք եւ չբահանջեք որ Քարեքին Գաթողոս ամիջապես եպիսկոպոսական ժողով հրավիրե որում պետք է մասնակցին բոլոր նվիրաբեդական աթոռները մի մեղադրեք իշխանությունը որովհետեւ իշխանությունը բարդավորություն ունի այս բարակային եկեղեց ժողովրդի ցայնը բահանջքը կորզատրելու այսօր հայ ժողովուրդը կբահանջե որ մեր եկեղեցին մաքրվի բարեզարթվի եւ իր նախքին փայլք ունենա իշխանության գողքին սադարելու հայրենիքի եւ իշխանության վերելքին հետեւաբար մի մեղադրեք իշխանությունը դուք ծեր կորձունեությամբ բիդի բարդատրեք որ իշխանությունը միջամդե եւ վերջ գտնե այս արջագադումը մաքրելով հայաստանյաց արաքելական եկեղեցին ժամը ծերն է բահը ծերն է հոգևոր հայրեր ոտքի ելեք ապա թե ոչ ժողովուրդը իշխանությամբ ոտքի պիտի ելե եւ կորձը ինք պիտի գդարե նկատի առնելով որ Քարեքին բ Գդրիչ Ներսեսյանը եւ իր ամբողջ գլանը եւ նաեւ այսպես կոչված այսօրվա եպիսկոպոսները որ իրեն թրաձոներն են նկատի առնելով որ այս մարտիկը գլխավորությամբ Գդրիչ Ներսեսյանի նաեւ մոդիկ սերտ համակորձակցությամբ Հովնան arczepiskopos Տերտերյանի Մոսկվայի եզրասի խոշոր գումարներով հարյուրավոր միլիոնավոր դոլարներով հասնող թալանը որ գազམ་ակերպած են աբորինի յուրացումը պետք է աչալուց լանք բոլորս եւ բահանջենք օրվան ասենք բեդության իրավաբահ մարմիններեն որովհետեւ ամեն գեբ չթողեն
որ երբ որ ժամանակը կա եւ կարեկին բն գամ ազատազրկվի գամ հրաժարական ասենք գմրվի հրաժարական ներկայացնելու չմոռանանք որ իր ցնցոդիներով որ եկած էր սովխոզեն որ այսօր ոսկեհատ կգոչվի նույն ցնցոդիներով վերադարձնելու իրեն սովխոզ ոսկեհատ ուրեմն մենք նաև բեք չեմ օրնանք այն փաստը որ նույն այս մաֆիան երյագի մաֆիան որ սովետական գարկերու ժամանակներեն միջև այսօր KGB-իշնիկներ են եւ ինչու՞ չէ FSB-ի ներկայացուցիչներ են հայկական pedagogical սահմաններեն ներս չմոռանանք որ մայիս 2024-ին առաջին ոչ թե առաջին այլ իշարս այլ հակապետական քայլերու նաև իրականացուցին սրբազան արշավ քայլը ինչպես որ գիշեք մենք այն ժամանակը Փակրադիգի արշավանքները խորակիրով ահագին բացահայտումներ ունենք եւ անոր հաջորդեց 2025 թվականի հունիսի pedagogan դաբալման pedagogan հարվածի ցախորդ փորձը եւ անշուշտ գիտենք թե ինչի ընդունակ են այս մարտիկը շատ բաներ ընդունակ են ադորամար է որ մեր առաջադրանքն է որ իրավաբահ մարմինները աչալուրջ կերպով վերահսկեն եւ Կարեկին B գդուշ Ներսեսյանի օրով մայր աթորը շուրջօրյա վերահսկողության ներքև վերցնեն եւ իմանան թե ովքեր կմտնան եւ ովքեր ցույց կան նաեւ իմանան որ իարգե միջեյմա թշպախտապար ահակին թալան գազմագերված է եւ թանկարանեն արժեքավոր իրեր մայրաթորեն աբորինի կերպով դուրս բերված են եւ նույնիսկ երկրեն դուրս բերված են եւ զիվիցերյաները ըստ դավադեղի աղբյուրներու միջազգային շուգայի ներկայացված են եւ այդ մասին մենք ահագին դեղեցություններ կստանանք աշխարհի 4 կողմեն լավադեղյակ աղբյուրները թե այդ կանցերը որ թալանված են մայրաթորեն որ այսպես կոչված սպյուրքյան երևելիներու սեփականությունը դարձած են ատմասին հետակային բայց հիմա ամենագենսականը մեր առաջադրանքն է որ Հայաստանի Հանրապետության իրավաբահ մարմինները երկու նպատակով մայր աթորը վերահսկողության ներքև վերցնեն շուրջօրյա շաբաթը 7-ը դարին 365 օր ցնոր դնորինում որպես այս երկու վտանգները վնասազերծեն